Հենց դրա մասին էի ուզում նաև խոսել աղբյուրները, որտեղից մենք գիտենք այդ ամբողջը։ Մենք գիտենք գլխավորապես Ուրարտուի մասին մի քանի աղբյուրներից, դա այսպես բուն ուրարտական աղբյուրներն են, գլխավորապես սեպագիր աղբյուրները։ Ուրարտույում կան նաև, այսպես ասենք, վիզուալ արվեստի, պատկերագրություն, այս շատ կարևոր է, չափազանց կարևոր տեղ են զբաղեցնում հնագիտական աղբյուրները, այսինքն այն ինչ որ մենք ունենք հնագիտական պեղումների արդյունքում, սրանք կարծում եմ գլխավոր տեղ են զբաղեցնում, դա ասորեստանյան աղբյուրներն են, ընդ որում այստեղ կան շատ քիչ վիզուալ, արվեստի պատկերագրություն եւ գլխավորապես ասորեստանյան սեպագիր աղբյուրները եւ նաեւ ինչն է հետաքրքիր ասորեստանյան նամակագրությունը եւ այստեղ նաեւ մենք ունենք նույնիսկ լրտեսների հաղորդագրությունները, ինչը շատ հետաքրքիր է, պատկերացրեք մեզանից 2800-2700 տարի առաջ եղել է լրտեսների հաղորդագրություն, որոնք չափազանց կարևոր տեղեկություններ են հաղորդում Ուրարտուի մասին, որովհետեւ սովորաբար մենք ասում ենք, որ գրավոր աղբյուրները այդ նախնադարյան հիմնականում այսպես կենցաղավարային տնտեսական նշանակություն են, այսինքն հարկերի ցուցակներ, չգիտեմ, ամբարված հացի ցուցակներ եւ այլն, բայց այստեղ մենք տեսնում ենք ավելի այսպես աշխարհակահական, կարելի է ասել, այսինքն հակառակորդի նկատմամբ, հակառակորդի վերաբերյալ լրտեսական։ Այո, եւ գիտեք կան համապատասխան լեզվաբանական վերլուծություններ, իհարկե այստեղ շատ կարեւոր են մեր միջնադարյան աղբյուրները, շատ կարեւոր են այլ աղբյուրներ եւ գիտեք այսօր գիտությունը շատ արագ զարգանում է, օրինակ հնաբուսաբանություն, հնակենդանաբանություն եւ նման այլ գիտություններ, որոնք գենետիկա, որոնք շատ եւ շատ ավելի ուրեմն լայնացնում են մեր պատկերացումները հնագույն ժամանակաշրջանի տարբեր կարևոր խնդիրների ընկալման առումով, այսինքն բավական հարուստ աղբյուրներ կան եւ շատ կարեւոր է, որ այս ամենը համակողմանի վերլուծել։ Եւ իրենք փոխ լրացնում են իրենք փոխ լրացնում են։ Սեպագիրը, պեղված նյութը, կամ լեզվաբանությունը։ Այստեղ շատ կարեւոր է, տեսեք, այն մեթոդը եւ այն մոտեցումները, որով մենք մոտենում ենք։ Հիմա գանք մյուս հարթությանը, այս ժառանգականությունն է, որովհետեւ մենք համարվում ենք Ուրարտուի ժառանգները։ Նույն հնագիտական սկզբնաղբյուրներն են դրա մասին փաստում, տեսեք, կարծում եմ այսօր աշխարհում չկա որևէ մի լեզու, որտեղ կիրառվեն այդքան ուրարտական սեպագիր աղբյուրներում ֆիքսված բառեր, քան հայերենն է։ Անկախ նրանից, որ այդ լեզուն, որը մենք պայմանականորեն անվանում ենք ուրարտերեն, շատ ավելի մոտ է խուրիերեն լեզվին, մենք այսօր մեր կենցաղում, օրինակ մենք ասում ենք ես, եւ այլն, որոնք այդ բառերը ծով, չէ՞, եթե չեմ սխալվում, ծառ եւ այլն, խնձոր նույնիսկ, խնձորը արդեն խուրիական ունենք այդ խինձուրու բանը, տարբերակը ուրարտական սեպագիր աղբյուրներում չունենք, բայց դա էական չի, կամուրջ, որ կաբուրզա եւ այլն, եւ նաեւ պետքա հաշվի առնենք, որ մենք ուրարտական տեքստերը կարդում ենք ասորեստանյան հնչողության հիման վրա, այսինքն իհարկե կան նաեւ այլ մոտեցումներ, բայց պատկերացրեք, երբ որ այդ տերությունը ստեղծեց սեպագիր գրային համակարգը, ինչը չափազանց կարևոր քայլ էր նաեւ կայսրություն դառնալու համար, տեսեք, նույն ասորեստանյան սեպագիր համակարգում, ասենք, շատ հնչյուններ կան, որ չկան, կամ շատ դժվար է ասել, արդյոք կա օրինակ օ, վ, ջ, ձ եւ այլն։ Հիմա օրինակ խոսվում է ուրեմն կաբուրզա հիմնելու մասին, գետի վրա, ըստ երևույթին Արածանի գետի վրա։ Եվ տեսեք ինչն է սա, կամուրջ բառն է, բայց օրինակ իրանք զն չունեին, եւ դրա ջ չունեին, դրա տեղը զ են դրել։ Նույն ձև օրինակ տեսեք, օրինակ կա տեղեկություն, Արգիշտի առաջինը ասում է, ես նվաճեցի Զաբախա երկիրը, բայց մենք չգիտենք դա հնչել է Ջավախա, թե Զաբախա, որովհետեւ իրենք չունեին ջ, իրենք չունեին վ, եւ պետք է ինչ-որ մի բանով փոխեն, այսինքն դա նույնն է,
նման մոտավորապես նույնը, ինչ որ ես ձեզ հիմա վերցնեմ եւ լատինատար հայերեն որևէ հաղորդագրություն գրեմ